Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինված ուժերի 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ։ Ըստ մեղադրանքի Պողոս Պողոսյանը, Հայգազ Բաղմանյանը, Լևոն Երանոսյանը եւ Վալերի Գրիգորյանը ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց արձակած հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով օժանդակել են նույն ժամանակահատվածում Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի կողմից իրականացված խորհրդակցությունից հետո, որի ընթացքում նա բանավոր հանձնարարություններ է տվել, այդ թվում հակասահմանադրական եղանակով բանակը քաղաքական գործընթացներին ներառելու վերաբերյալ, Միքայել Հարությունյանը ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը։ Ըստ գաղտնի հրամանի զինված ուժերի կորպուսների եւ զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է իրենց անձնակազմից ստեղծել համահավաք գումարտակներ, դրանք համալրել հոգեբանորեն կայուն եւ պատրաստված զինծառայողներով, ապահովել, որ այդ գումարտակները լինեն շարժունակ եւ մարտունակ։ Հանձնարարվել է համահավաք գումարտակները զինել զինամթերքով եւ մարտական զենքերով, այն պարագայում, երբ փետրվարի 23-ի դրությամբ Երևանում իրականացվող բողոքի ակցիաները, հավաքները կրել են բացարձակապես խաղաղ բնույթ։ Նույն հրամանով փետրվարի 24-ից տեղի ունեցել զորքերի ապօրինի տեղաշարժ։ Զորքերը, այդ թվում սահմանային պաշտպանություն իրականացնող զորամասերից, այդ թվում հերթափոխը հանձնած, հանգստացող զինծառայողներից բաղկացած զորամիավորումները տեղափոխվել են Երևան եւ կամ Երևանի մերձակայքում գտնվող զորամասեր։ Նույն հրամանով ստեղծվել է նաև Երևանի կայազորի պետի վարչակազմը։ Պետի պաշտոնը զբաղեցրել է Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը։ Վերջինս համակարգել է հանրապետության տարբեր զորամասերից, տարբեր հատվածներում տեղակայված զորամասերից, կորպուսներից բերված գումարտակների աշխատանքը եւ այդ զորամիավորները անցել են կայազորի պետի տրամադրության տակ։ Ըստ էության ենթարկվել են նրան։ Նման պայմաններում կորպուսի հրամանատարները, ենթարկվելով Պաշտպանության նախարարի ակնհայտ անօրինական հրամանին, կատարել են ապօրինի գործողություններ, որոնք կապ չունեին զինվորական ծառայության իրականացման հետ։ Նրանք ստորագրել են համապատասխան հրամաններ, ձևավորել համահավաք գումարտակներ եւ ուղարկել Երևանի կայազորի պետի հրամանատարության ներքո գործելու։ Դրանով իսկ միջոցներ են տրամադրել, վերացրել են խոչընդոտները, մասնավորապես անմիջականորեն զինվորական աստիճանակարգությամբ պայմանավորված անմիջականորեն Պաշտպանության նախարարը հրամանը չէր կարող տալ ստորադաս զինծառայողներին, պետք է տար աստիճանակարգության միջոցով, այդ տվել է ըստ էության կորպուսների հրամանատարներին։ Այսպիսով, ըստ դատախազի վերոհիշյալ հրամանների ստորագրմամբ, համահավաք գումարտակների ձևավորմամբ եւ դրանց Երևան գործուղմամբ կորպուսի հրամանատարները օժանդակել են Պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, Լուրեր։